Ավելի արդար, ճկուն ու պրակտիկ, այսպիսին պետք է լինի Հայաստանի արդարադատության համակարգը նախարար Հրայր Թովմասյանի պատկերացմամբ համակարգի բարեփոխումները նախարարը սկսել է իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի թափանցիկությունից, լրագրողների հետ շփումը լինելու է պարբերական, եռամսյակը 1 փոխնախարարի մակարդակով։ Հանրության հետ կապը նաև բջջային կդառնա։ Նորությունները քաղաքացիներին կտեղեկացվեն SMS-ների միջոցով։ Գնա տեղեկանք բեր այն մասին, որ քեզ տեղեկանք է պետք մեխանիզմը կբացառվի։ Նախարարը կդասավորի նաև նախարարության աշխատակիցների անձնական կյանքը։ Կներդրվի երեխաների ունենալու դեպքում որոշակի պարգևավճար ստանալ, ամուսնանալու դեպքում որոշակի պարգևավճար ստանալ, որտեղ ինձ մոտ ստեղծվել է մի իրավիճակ, որ իմ 4 փոխնախարարներն էլ ամուսնացած չեն։ Միգուցե այս ձևով ես կփորձեմ խրախուսել, որպեսզի նրանք ամուսնանան։ Նախարարության գլխավոր հոգսերից է քրեակատարողական հիմնարկների վիճակը։ Ճիշտ է, այստեղ այլևս հերթով չեն քնում, սակայն կենցաղային պայմանները դեռ հեռու են նվազագույն չափանիշներից։ Շենքերը ֆիզիկապես են մաշված անցած տարի, օրինակ նախարարին առաջարկել էին նշել քրեակատարողական հիմնարկներից մեկի 200-ամյակը։ Հրայր Թովմասյանը մտահոգված է նաև ՑՄՀ դատապարտյալների խնդրով։ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար նրանց թիվը չափազանց մեծ է։ Քրեակատարողական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս ռեժիմի փոփոխության առումով ապավինել 20 տարի հետո, այսինքն փակից դեպի կիսափակ, կիսաբաց, այսինքն մեխանիզմներ են, որոնք այդ մարդկանց հնարավորություն են տալու, եւ վերջին հաշվով այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է։ 2012-ին շահագործման կհանձնվի ժամանակակից չափանիշներով Արմավիրի քրեակատարողական հիմնարկը, ավելի ուշ եւս 3-ը։ Դատապարտյալների առօրյան հետաքրքիր դարձնելու ծրագրեր նույնպես ներդրվելու են։ Նախարարը վստահեցնում է, որ այս ծրագրերի իրականացման համար բացառապես գրանտային միջոցներ են ներգրավել։